Չեք հավատա ուր եմ եկել ժողովուրդ, այսինքն ոնց չեք հավատա, ես հենց ինքս չեմ հավատում, լնայեք, ես գիտեք ինչ է, այդ Ֆիլիպ Շատրիեի անվան կորտն է, ես Ռոլան Գարոսում եմ ու ես հենց հիմա իրականացնում եմ իմ մանկության երազանքը, այս հենց աստիճաններով իջնում ենք, որպեսզի սկսվի տուրը Ռոլան Գարոսում, La Grande Boutique, Ռոլան Գարոսի պաշտոնական խանութն է, մի երեխա թենիս է խաղում արդեն, բարև ձեզ հայեք, թենիսի մասին ամեն ինչ, սա կոնկրետ Wilson ֆիրմայի բաժինն է, չեք պատկերացնի ինչ հսկայական խանութ է, այն հեռվում Lacoste-ի բաժինն է, հուշանվեր գնդակները տեսակ երևի, շատ հետաքրքիր անկյուն կա այստեղ էլի, ոնց որ հանգստի վայր լինի, Lacoste-ը սարքել է բանակցությունների համար, մարդիկ բարև ձեզ հայեք, հայերը տեսնում եք ինչ շատ են Ֆրանսիայում, հիշում եք չէ որ Ռոլան Գարոսում Նադալի արձանակ կա, այ հեսա Ռոլան Գարոսի ու հողածածկի արքան, հեսա թվականները 2005-ից սկսած 14 հաղթանակ ու 22 թվին վերջինը, դրանից հետո մի հատ տեղ են թողել, մարդ հես կարողա վերադառնում ու մի հատ էլ է հաղթում։ Ֆրանսիացի հայտնի 4 հրացանակիրները, որոնք 1920-ականներին իշխում էին թենիսում, Ռենե Լակոստը, նրա անունը իհարկե Lacoste բրենդից լավ եք հիշում, Ժան Բորոտրան, այստեղ Ժակ Բրունյոնն է, պարոն Միսյե Բրունյոնը և Անրի Կոշեն։ Այս 4 թենիսիստները 20-ական թվականներին հաղթեցին Դեվիսի գավաթի խաղարկությունում և այդ ժամանակվա կանոնադրությամբ Ֆրանսիան պետք է ընդուներ հաջորդ խաղարկությունը և նրանք չունեին մեծ ստադիոն նման մրցաշարի համար և 8 ամսում ընդամենը կառուցեցին 10,000 տեղանոց Ֆիլիպ Շատրիեի ստադիոնը, ուղղակի ֆենոմենալ է։ Այս հենց ստադիոնի վրա բոլոր հաղթողների անունները գրված են տղամարդկանց և կանանց մենախաղերի։ Մեծ սաղավարտի բոլոր 4 մրցաշարերի երկրների ժամերը իրար կողքի։ Խորհրդանշական է։ Ռոլան Գարոսի մամուլի սրահը, որտեղից լրագրողներն են աշխատում մրցաշարի ընթացքում։ Այստեղ խաղացողները բոլոր խաղերից հետո պատասխանում են լրագրողների հարցերին։ Մամուլի ասուլիսների բավ այնքան խիստ է ամեն ինչ, օրինակ խաղացողները իրենց խաղից հետո 30 րոպեի ընթացքում պետք է ներկայանան ասուլիսին, ուշանալու դեպքում $20,000 տուգանք է սահմանված։ Ու այդպես է այդ սաղավարտի բոլոր մրցաշարերում, ոչ միայն Ռոլան Գարոսում։ Բոլոր հաղթողները տղամարդկանց ու կանանց են հայտնի պատնա, որի կողքով թենիսիստները անցնում են։ Առաջին հայացքից շոր հյուրանոց է, ոնց կարելի է մտածել, որ այդտեղ մարդիկ են ապրում, բայց սա հանդերձարանն է թենիսիստների։ Տեսեք, ես 32, 34, 36, ես 3 պահարանները օգտագործում է Ռաֆայել Նադալը, այդ իրանն էին։ Ֆեդերերը սկզբից 8-ն էր օգտագործում, որովհետև ամսի 8-ին ծնունդը, հետո սկսեց պարտությունից հետո 88-ը վերցնել, որովհետև 8-րդ ամսվա ամսի 8-ին էր ծնվել, այդտեղ էլ շուտ պարտվեց ու որոշեց այս սնահավատություններին վերջ տալ։ Այսպիսի ջակուզիներում են վերականգնվում աշխարհի լավագույն թենիսիստները, Մերսման սրահը, ինչ վատ հանգստյան գոտի է։ Այս էլ հանդերձարանի մուտքի մոտ սենց ռեսեպշնի պես տեղ է, Ժո Վիլֆրեդ Ծոնգան ասում է շատ էր սիրում ստեղ նստել բոլոր խաղացողներին ողջունել մտնելուց, մաղթելով բարի գալուստ Ռոլան Գարոս։ Հայտնի աստիճանը, որ խաղից հետո իջնելուց Ջոկովիչն ու Սաբալենկան իրար չելենջներ են անում և ահա պատմական պահը։ Այսպես դուրս ես գալիս կորտ, այստեղ են եղել այն պատմական խաղերը ու հաղթանակները, որ տեսել եք, սել տանիքը փակ է հիմա, որ արևը չխանգարի, այս պահին արևը, այս խաղացողների բոքսերն են, այստեղ մարզիչներն ու հարազատներն են նստում ու նայում են կորտի հետևից։ Ֆրանսիայի ուժեղագույն պատանիներին ու երիտասարդներին թույլատրված է Ֆիլիպ Շատրիեում մարզվել, իսկ սա Ռաֆա Նադալի հանրահայտ ոտնահետքն է, կորտին կպնել ոտքով, ձեռքով, ոչինչով չի կարելի։ Վերջում խոստացել էի, որ խանութից գնումներ ենք ունենալու և հիմա ես այսենց բան եմ տեսել, նայեք ինչ եմ տեսել, ու սա հիմա կհայտնվի
Գլխին։ Լավ է։ Ինձ էլ է դուր գալիս։ Իսկ իմ տղեն որպեսզի լավ սովորի դպրոցում կգրի այսպիսի գրիչով։ Տեսեք ինչ գրիչ է։ Այս վերևի մասում Ռոլան Գարոսի ավազն է լցված, ու ինքը սրանով ստանալու է 5-էր, դե մեր ժամանակ 5-էր էր, 10-էր թող լինի ու խաղալու է շատ ուժեղ թենիս։ Ռոլան Գարոսում մեր զբոսանքը տուրը ավարտվեց, բայց դիմացը կա բուսաբանական այգի, ու այս այգում 2019 թվականին եւս մեկ կորտ է կառուցվել, որը Սիմոն Մատյոյի անունով է կոչվում։ Ռոլան Գարոսի հանդիպումներ այստեղ եւս անցկացվում, բայց հենց Ռոլան Գարոսի կորտերի տարածքից դուրս է ինքը։ Այսպեսի հետաքրքիր իրավիճակ, հիմա գնում եմ այդ կորտն էլ տեսնեմ։ Այս էլ Սիմոն Մատյո կորտը, որը փակ է այցելուների համար, բայց հենց կարելի է տեսնել։ Այստեղ եւս Ռոլան Գարոսի հանդիպումներ են անցկացվում։ Ավարտեցի իմ երազանքի զբոսանքը Ռոլան Գարոսում։ Ամեն ինչ տեսա, ամեն ինչ զգացի։ Այն ինչ մանկուց երազում էի, տեսա ու զգացի, անկրկնելի է ժողովուրդ։ Ովքեր թենիս սիրում են, անպայման այցելեք